Ցավոք մեր համակարգային խնդիրները հնարավորություն չեն տալիս հասնել որևէ արդյունքի։ Համակարգային խնդիրները հնարավոր է լուծել միայն համակարգային մոտեցումներով։ Հետևաբար բոլոր լուծումները պիտի լինեն մտածված, ինստիտուցիոնալ եւ ներառեն մեզանից յուրաքանչյուրի։ Մենք առաջարկում ենք կառավարման մոդելի փոփոխություն, որի պայմաններում որևէ մեկ անձ այլևս երբեք հնարավորություն չի ունենալու զավթել ամբողջ իշխանությունը։ Մենք առաջարկում ենք համապարփակ անվտանգային համակարգի ներդրում, որի պայմաններում յուրաքանչյուրը կիմանա իր տեղն ու դերը եւ իր պարտականությունները ճգնաժամային իրավիճակներում։ Մենք առաջարկում ենք թվային պետություն, որի պայմաններում հնարավոր կլինի կանխել կոռուպցիան, թմրամոլությունը, խաղամոլությունը եւ ելի բազմաթիվ խնդիրներ լուծել։ Սա հնարավորություն կտա արագ զարգանալ եւ կախվածություն չունենալ այլ երկրներից։ Նժարսանդրական շարժումը կոչ է անում բոլոր առողջ ուժերին եւ անհատներին միանալ մեր շարժմանը, չափազանց կարեւոր է, որ այս շարժմանը միանան հատկապես կանայք, որովհետեւ դուք մայր եք, դուք տատիկ եք, դուք քույր եք, դուք գիտեք, թե մենք ինչ ենք վերապրել վերջին տարիներին։ Ես ուզում եմ դիմեմ մեր սիրելի երիտասարդներին, մեր ջահելությանը, որ իրանք պատկերացնեն, որ իրականում մի անգամ պետք է իրանք գնան ընտրությունների, մի հատ հավաքեն իրանց, մի հատ փորձեն հասկանալ, որ այս փոփոխությունը իրականում կփոփոխի կյանքը եւ իրանք կարիք չի լինի լքել հայրենիքը, այս ընտրությունով դուք տեր կանեք ձեր ապագային։ Մենք սատար ենք, մենք ամեն ինչ անելու ենք եւ դուք կապրեք Հայաստանում, ամենալավ ապագան կտենաք Հայաստանի։ Կհամախմբենք, իրար հետ կգնանք դաշինքով ընտրություններին, կհաղթենք այս թափթփուկներին եւ վերջով անենց կանենք, որ այդ կյանքում ոչ մի թափթփուկ չկա կարողանա մեր երկրի ղեկավար դառնա։ Սա մեր գլխավոր նպատակներից է։ Երբ որ մենք ունենանք հզոր տնտեսություն, դա նշանակում է դուք ունենաս հզոր ժողովուրդ, հզոր բանակ, այդ ամեն ինչը հզոր լինելու։ Տնտեսությունն առաջնահերթ է, իսկ տնտեսությունը կարելի է միայն այն դեպքում փոփոխություններ կատարել տնտեսության մեջ, երբ դու համակարգային փոփոխություններ ես անում, երբ որ չես ունենալու կոռուպցիա։ Ինչ ենք մենք առաջարկում հայ ժողովրդին, կլինի դա Հայաստանում, թե Սփյուռքում, Հայաստանի վերածննդի համար։ Մեր գնահատմամբ խորքային խնդիրներից ամենաառանցքայինը թերևս կառավարման համակարգի անձակենտրոն լինելն է։ Այս բացը լրացնելու համար մենք առաջարկում ենք նոր մոտեցում պետական խորհրդի տեսքով։ Պետական խորհուրդը ոչ կուսակցական կոլեգիալ կառավարման մարմին է, բաղկացած 9 հոգուց, որը գալու է փոխարինելու նախագահի ինստիտուտին։ Այն իր վրա է վերցնելու վարչապետի լիազորությունների այն հատվածը, որով ուղիղ կապ չունեն կառավարման եւ օրենսդիր գործունեության հետ։ Անվտանգությունը ապահովելու համար մեր առաջարկած համապարփակ անվտանգային համակարգի ներդրումն է։ Մեր ժողովուրդը որպես փոքր ժողովուրդ չունի պաշտպանվելու այլ տարբերակ, քան ոզնու պաշտպանական մեխանիզմը։ Մենք պիտի կարողանանք այնպիսի համակարգ ներդնել մեր պետական անվտանգային հայեցակարգի հիմքում, որը ցանկացած հակառակորդի, ցանկացած ոտնձգության դեպքում անհամաչափ ավելի մեծ վնաս կհասցնի նրան, քան նրա ենթադրյալ օգուտներն են։ Եվ այդ դեպքում ցանկացած հակառակորդ 10 անգամ ավելին կմտածի, նախքան Հայաստանի պետական սահմանը հատելը։